Բարի ուշ երեկո հրատապ եթեր է այսի առավոտ ես եթեր եմ արել պետքա բայց անհապաղ անդրադառնամ այս մարդուն ով որ ամբողջ համացանցը պտտվում է սրա ձայնագրությունը սրա տեսած ձայնագրությունը բազմաթիվ արցախցիներ վիրավորական այս արտահայտության պատճառով խառնված են իրար ուզում եմ նախ ասել այս մարդու արտահայտությունը եւ այս մարդու արտահայտությունը կիսող յուրաքանչյուր անձ ազգությունն էլ կապ չունի անձերի եմ ասում յուրաքանչյուր անձ ով որ կկասկածի իմ հայ լինելու մասին եւ մնացած արցախահայության մասին այս արտահայտությունը ես նույն խոսքերը իրան կարամ ասեմ բայց չեմ կրկնի ես այդ աշխանի չեմ իշնում հիմա ուզում եմ հասկանամ նախ բերեք sense ես թեման ուզում եմ այսպես մենք խոսանք գրել են վերնագիրը գրած է Նիկոլական Պապին արցախցիների մասին ազգային անվտանգության ծառայություն դուք անելիք չունեք այս գործում թե որ հեսա զանգեմ ասելու եք պետքա գրավոր դիմում գրես ձեզանից էլ չենք խամ ներքին գործերի նախարարությունից էլ չենք խամ գիտեք ինչ կա մենք չափած մարդիկ ենք իրատես մարդիկ ենք տեսնում եք ինչ է կատարվում տեսնում եք որ դուք ինչ ձեռատալից էտեք անում ինչ ձեռ չտալիս կամ ձեզ ինչքան էլ հետաքրքիր չի կամ միգուցե հենց հետաքրքրություն կա կան քաղաքական ուժեր որ հետաքրքրված են որպիսի այսպիսի տխմարություններ տարածվի համացանցում իրանց քաղաքական շահի համար հիմա այս եթե գրած է Նիկոլական Պապի ես չգիտեմ այս մարդը իշխանամետ մարդ է Նիկոլին պաշտպանում է Նիկոլին պաշտում է Եթե էսենսա ուրեմն հենց իշխանություններ, հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, դուք պետքա շահագրգռված լինեք, դուք պետքա հրապարակային հայտնեք ժողովրդին, տեղեկացնեք, որ նախաձեռնել եք քրեական գործ այս մարդու ատելության խոսքի պատճառով, որտեղ ազգերի պարակտելը, ազգային խտրականություններ դնելը, ժողովրդի մեջ խտրականություններ դնել եւ ատելություն տարածելը, դա քրեորեն պատժելի արարք է։ Ես չգիտեմ սահմանադրության որ հոդվածն է, բայց ես գիտեմ որ դա պատժելի արարք է։ Եվ եթե այս մարդը այսպիսի արտահայտություններ է թույլ տալիս, ու դուք չեք աշխատում այս ուղղությամբ, ուրեմն ձեզ դուր է գալիս էսի։ Ես ակնկալում եմ ոչ թե ամիսներ, հենց Վաղը ես ակնկալում եմ, սպասում եմ, որ իշխանության թևից, թե ԿՊ-ից կլինի, թե իշխանությունից կոնկրետ կառավարությունից կլինի, մի հատ այս թեմայի մասին արձագանք տվեք։ Նայեք, բայց զրույց ձևել եմ շարունակելու։ Տեսեք, ես չեմ միացել սրա խոսքերը, որ լսեք։ Ինչի, որովհետև ինքը այդքան չկա։ Ո՞վ է այս մարդը։ Սիրելի արցախցիներ, բերեք հիմա էլ ձեր հետ եմ առանձին զրուցանում։ Հուսով եմ կառավարությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավորները Եվ ԱԱՑ-ն այս հարցով կզբաղվեն հրապարակային էլ այս մարդու կարծիք կիսողներին էլ մի հատ կքննադատեն հրապարակային ամեն ինչը, որտեղ սա խոսքը հրապարակային։ Մարդը դանակը ոչ մեկի փորը չի կողել, բայց բոլորի սրտերին կպել է իր խոսքը, վիրավորանք է, որտեղ յուրաքանչյուր էլ արցախցի անկախ քաղաքական հայացքներից ինքը մի բան լավ գիտի, որ ինքը հայ է, եւ մեկը հայ լինելու մասին մեր փորձի խտրականություն դնի, փորձի կասկածի տակ դնի, ամենավերջին հայհոյանքները հենց իրան ու իր դաստիարակողին Թե քաղաքական առումով դաստիարակողին, թե հենց օրորոցից ով որ վերցրել է սրան դաստիարակել։ Ես չեմ ուզում վերանս կեղտոտեմ, ես չեմ կրկնի այս մարդու արտահայտությունները ինքը այդքան չկա։ Նախ, մինչև արցախցիների հետ իմ զրույցը, ես ուզում եմ sense մի բան ասեմ։ ԱԱՑ ազգային անվտանգության ծառայություն։ Այս մարդը այդքան մեղավոր չէ, որ այս մենք խառնվել ենք իրար։ Սրանից ինտերվյու վերցնողն է մեղավոր։ Այդ լրագրողը, բլոգերա, չգիտեմ, այդ ով ես դու արա։ Դու ինչ ես քեզանից ներկայացնում, որ դու թույլ ես տվել ատելության խոսքը տարածվի։ Դու ես տարածողը։ Այս էջի ես չեմ ուզում էջնել գովազդեմ ստե, որտեվ այդ էջի տերն էլ այդքան չկա։ Նախ, երկրորդ չգիտեմ, այս էջից է իսկապես դուրս եկել։ Հավանաբար, այո։ Բայց քանի որ չունեմ փաստ է, որ կոնկրետ այս էջից է, որով ես ձեզ ցույց եմ տվել։ Չեմ ուզում կոնկրետ մեղադրանք։ Դրանով պետքա զբաղվի հենց ԱԱՑ-ն։ Պարզի, հիմա պատկերացնում եք, ես ինձանից թույլ տամ, օրինակ թմրանյութի հրապարակային ասեմ ժողովուրդ, թմրանյութ եմ վաճառում, եկեք ինձանից օգտվեք, այսպես լավ գներով, եկեք այս իշտեղը։ Կարող է ինչ որ մեկը պետքա գնա գրավոր դիմում գրի ԱԱՑ-ին, որ գալիս ձերբակալ են։ Հրապարակային խոսքը տեսանյութով դա արդեն հիմքածառայ է, որպեսզի քրեական գործ հարուցեն։ Ես հրապարակային քննիչին վիրավորել եմ։ Գործ են նախաձեռնել իսկ ձերբակալել, հիմք ընդունելով հրապարակային խոսքը։ Այս շան թուլի խոսքը հրապարակային, ինչու մինչև հիմա չի պատժվել։
Էսով է այս անլվան, այս անդաստիրակը, այս հոգեկան հիվանդ, էսով է որ սրա խոսքը տարածվում է ու դուք էլ լուր նայում եք։ Լավ, ես գիտեք տեղիք չեմ տալիս, ես ուղղակի տեսա հուզմունքը բազմաթիվ ժողովրդի, հիմնականում բարձ արցախցիներն են վիրավորվել, բայց մեր Հայաստանի մնացած քույր եղբայրները եւ ընդհանրապես հայերեն հասկացող յուրաքանչյուր մարդ էլ հասկանում է, որ լսելով դուր չի գալիս եւ հասկանում է, որ սա կեղտոտություն է այս մարդու կողմից։ Այնպես որ ԱԱՑ-ն թող չսպասի, թե Գևորգ Արստամյանը կամ որևէ մեկը գնավոր դիմում կրի։ Ես ձեզ բանավոր այդ դիմումը գրել եմ։ Հիմք ընդունեք իմ բողոքը, իմ մեղադրանքը եւ ես իրավունք ունեմ հասարակության մի մեծ շերտի արտացոլելով, ներկայացնելով հասարակության մի մեծ շերտի անունից էլ բողոքս ներկայացնում եմ։ Թող համարժեք պատիժ կրեն եւ արտահայտություն առածները եւ այս տեսանյութը հրապարակող տարածողները։ Սա պետքա շուրջ բլոկավորի, որտեվ այսպիսի խոսույթը չպետքա տարածվի։ Բայց սա գիտեք ինչի ասենց իրան թույլ տվես այս բան խոսա։ Որ ես 2 օր առաջ ասում եմ իշխանական բլոգերը, ասում է բոլոր ղարաբաղցիներին չեն փոխի Նիկոլ Փաշինյանի մազի հետ, այդ ձեր սիրելի բլոգերը, ձեր ենթակա բլոգերը, ձեր գրպանի բլոգերը միջև օրս չի պատժվել։ Այդ դրա համար ես էլ թույլ ատվել իրան։ Էսի ով է։ Այդ նույն այդ բլոգերի հետևորդն է հաստատ։ Ես գիտեք որ այդ հետևորդ բանը, այդ բլոգերի հետևորդները, ովքեր որ պաշտպանում են իր կոնկրետ այդ արտահայտությունը, իմ էջում ես իրաց բլոկում եմ։ Որևէ ատելության խոսք տարածվի Արցախցու կողմից կլինի, Երևանցու, Սյունեցու, Գորիսեցու, չգիտեմ էլի Հայաստանի բոլոր մարզերի, շրջանների, քաղաքների բնակչի կողմից որևէ ատելության խոսք, դա իմ համար անընդունելի է։ Այդ թվում նաև Արցախի օրինակ մեր քույր եղբայրների մեջ են ելնում, որ TikTok-յան լայվերում հետևում ես, լսում ես իրանց գրած, իրանց ասածը, հասկանում ես, որ այս մարդը կամ խոտ է կերել սաղ կյանքը, կամ չգիտեմ, вообще ուղեղը չորացած է։ Նույնը հիմա տես, երբ որ այս կենթանին է խոսում, արցախցիները վատ են զգում, բայց հարգելի արցախցիներ, լավ իմացեք, ես ձեզ երեսին ուղիղ ասում եմ, որ մեր այդ զեմլակներից մարդիկ էլ կան, այս մարդու նման արտահայտություններ են անում։ Մեկը մի աղջիկ, երիտասարդ աղջիկ գրել է Հայաստանը իմ պետությունը չի, իմ պետությունը Արցախն է, ես չեմ սիրում Հայաստանը, թե ինչպես արտահայտություն է արել, ել չեմ ասում նմանատիպ ավելի կոշկոպիկ բառերով մեր արցախցի ժողովրդի մոտ էլ կան արտահայտությունները։ Սրանց կանք վերցրեք մի հատ լագեր տարեք, թե արցախցի, թե երևանցի, թե որտեղից ուզում ալնի, այս մարդը որտեղից է, չգիտեմ։ Տարեք մի հատ դաստիարակչական լագեր, մի 3 ամիս պահեք, բացատրեք, եթե դպրոցում լավ չեն սովորել, թող պատմություն սովորեն, թող գրականություն կարդան, թող ընդհանրապես ուսումնասիրեն, որ մեր հայ ժողովուրդը որտեղից են սկիզբ առել, որտեղ են ապրել։ Մեր ընդհանուր հայկական լեռնաշարը թող ուսումնասիրեն, հայկական գենը ուսումնասիրեն։ Այս Շանթուլան հիմա էսա ինձանից տենց բաները լսաշեք, բայց ասելու եմ։ Էսի որ իմ հայկական լինելիությանս մասին կասկածի տակ է դնում։ Սերմով են ստուգում вообще մարդը ինչ ազգա։ Էսի կարա սաղ արցախցի տղամարդկանց սերմը ստուգի մի հատ տենա։ Մարդ ես կարող է հատ ստուգի մեկի մեջ մեկն լինի որ թուրքից է, պարսիկից է, մեկու մեջ էլ կարող է լինի, մեկու մեջ ասած տեղը կարող մարդկանց մեջ լինի որ տենց է։ Թող գնա հատ դե հիմա կներեք շատ սիրելի մայրեր, քույրեր, բայց սրա խոսքերը սրանից բետար է, ինչ որ ես եմ ասել։ Իմ պայքարը ժողովուրդ ջան, արդարության համար է, իմ պայքարը ատելության դեմ է։ Էսի ատելությունը քարոզում, մյուս արցախցին ատելություն քարոզում, երբ որ մյուս արցախցուն անդրադառնում եմ, հիմա մեր արցախցիներից որոշներն են հարձակում իմ վրա, դու մեր արցախցիների դեմ ես խոսում, տգետ մարդը մենակ տենց կմտածի, որ եթե մարդու մտքի գաղափարի արտահայտված խոսքի դեմ ես խոսում, դա չի նշանակում, որ այդ մարդու բարեկամների բանի դեմ ես խոսում, ամբողջ իր ծննդավայրի, գյուղի, համայնքի Խոսում եմ ես կոնկրետ մտքի, այս մարդու միտքը հիմա ես ինձ հետաքրքիր չի որտեղից է։ Ընդհանրապես կարող այսպեսի միտք արտահայտվի նաև Ղարաբաղցի ինչ որ ապուշ։ Ես այդ ապուշին էլ եմ ասում, այս ապուշին էլ եմ ասում, որ ձեր արտահայտած մտքերը մի հատ վերանայեք, ձեզ ընդհանրապես որ ասում է խեն առաջի պլան բերել է այն մարդու ասած այն լեգենդար խոսքը։ Խեն սրա նմանին առաջին պլան բերել։ Այս ինչ իրավունք ունի հրապարակային տեղերում արտահայտվի։ Լավ, էսի արտահայտվել է, կարող մի երկու բաժակ կոնձած է եղել։ Բայց սա կարող հրապարակող է, էսի բլոգեր է, այնա տեսանյութեր ունի, մարդկանց իբրև կարծիք է հայտնում, վերնագիր է ընտրել նիկոլական պապին արցախցիների մասին։ Հնարավոր է Նիկոլին պաշտպանում է, բայց Նիկոլ դու էլ ես իրեն պաշտպանում։ Այստեղ է գլխավոր հարցը։ Եթե այս պապին քո հետևորդն է պաշտպանում է, քո գաղափարները կիսում է։ Դու իր գաղափարը կիսում ես, եթե չես կիսում,
Հրապարակային ակնկալում ենք վաղը, հենց վաղը թող ԱԱՑ-ն բացահայտ ժողովրդի ներկայացնի, որ այս մարդու արտահայտությունը կամ այս նմանատիպ արտահայտությունները մեր վերահսկողության, մեր ազդեցության տակ է եւ մենք համապատասխան գործողություններ ենք ձեռնարկում։ Խոսքս ընդունեք բանավոր որպես դիմում։ Իսկ մեր սիրելի հարգելի արցախցիներ, շանտեղ մի դրեք այս ասացի։ Նույնը այս ձևի արտահայտություններ անում են մեր Արցախի ժողովրդի մեջի անգարագետ տոպոյ մարդիկ էլ։ Հիմա տոպոյը հայրենիք չունի։ Տոպոյը ծննդավայր չունի, չեն հարցնում։ Արա, տոպոյ ես դու։ Մասա տենան որ գյուղից ես, ի՞նչ կապ ունի որ գյուղից։ Հա տոպոյը մնամա տոպոյ։ Այս բութ մարդու պահվածքը ունի նաև ցավոք սրտի Հայաստանի յուրաքանչյուր մարզում, գյուղում, քաղաքում, նույնը Արցախն էլ ես միացրած եմ համարում։ Այս անասունի պատճառով կարող է հիմա հելլե քաղաքացիական պատերազմ։ Այդ դրան ձգտողներ կան, ովքեր են շահագրգիռ կողմերը։ Բարձր քաղաքական ուժերը։ Որ քաղաքական ուժին է ձեռ տալիս, որ այս նյութը շատ տարածվի, որպեսզի քաղաքացիական պատերազմ սկսի։ Իշխանությունները եթե հետևողական չլինեն այս երևույթի մասով, ես իրավունք ունեմ իշխանությունների հանդեպել, վաղը ես մյուս օրը, եթե սպասենք արձագանք չլինի, ես իմ գնահատականը կհնչեցնեմ։ Չնեղանաք ինձանից, շատ երբ ասում եմ, վայ ես հելար իշխանության դեմ, Գևորգը իշխանության լավ քայլերը ասում է, բայց վատի վրա էլ չի կարա աչ փակի։ Սա կոնկրետ իշխանության կողմից կլինի վատ քայլ, եթե աչ փակի այս երևույթի վրա։ Ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն եւ այլ ուժային կառույցներ, ես ձեր հանդեպ չունեմ վստահություն, բայց այս առումով ակնկալում եմ այս գործով հետևողական եք, որովհետեւ սա ոչ թե իմ հարցն է, սա ամբողջ հայության հարցն է։ Յուրաքանչյուր հայրենասեր հայ, անկախ տարածաշրջանից, չի ուզենա, որ իր հայրենակիցների մի մեծ հատվածի մայրերին վիրավորեն, ասեն թուրքի հետ պարկել են։ Ես դա վստահ եմ ասում, խելացի հայը Երևանցի կլինի, Գյումրեցի կլինի, Ստեփանակերտցի կլինի։ Այս չեմ ուզում ուրիշ բառեր ասեմ, սրա նմանի բերանից հնչված արտահայտությունը, որ արցախցի մայրերը կնանիք պարկել են թուրքի հետ, սաղ թուրքի լամուկ են, սենց արտահայտություն է թույլտվես ոչնչությունը։ Իմիջիալոց կարող է սրան բաց թողինից կան բռնեն, կներեք, սենց բառերի համար իմ գլխին սարքել եմ մի անգամ։ Իմ գործը չեն քննել, երբ որ ես դիմել եմ ինձ հայոյելու համար, հիմա հրապարակային այս մարդը ամբողջ արցախցի մայրերին ասել, ես դες տոշնի բան եմ ասում։ Իմ գլխին այսպես գործ են սարքել։ Ես էլ կօգտագործեն էսի եթերս, բայց չեմ փախենում հանուն հանրությանը, հանուն ժողովրդի, հանուն ընդհանրապես արդարության, ես պատրաստ եմ էլի սորոք նստեմ։ Նստել եմ 5 ամիս, մի հատ էլ կնստեմ։ Այսինքն իմ խոսքը կընդունեմ, որ ասել է ապուշա, ոչխարա, վատ բառեր եմ, չէ՞ ասել իրան վիրավորական, բայց իր խոսքը, որ ինքը մեր բոլորից մայրերին կպել է եւ հայերից մեջ բաժանում ատերել։ Կասեն, էդի արդեն գրավոր դիմում չկա, է։ Հարգելի ԱԱՑ, հարգելի ներքին գործերի նախարարություն, ես ձեզ ասում եմ, ինչքան դուք համարում եք որպես ուժային կառույց, մի մոռացեք, որ հանրության ուժ էլ գոյություն ունի։ Դուք չեք կարա կեղծիքը, սուտը, այսպիսի դավադրությունները ժողովրդի հանդեպ փարտակեք, որովհետև իմ նման կան հանրային գործիչներ, ինձ ձեր փակալեք, հաջորդնա դուրս գալու խոսա։ Կամ մեր հետ հաշվի եք նստում, հարգալից ձևով, ես ձեր հանդեպ հարգալից եմ, չնայած նրան չեմ վստահում ձեր գործունեությանը, բայց ձեր մեջ կան անհատներ, համաձայն են, որ իրանք պետականամետ են եւ ծառայում են հանրությանը, ծառայում են պետությանը։ Եվ հույսս դնելով այդ անհատների վրա, խնդրում եմ այս գործին ուշադրություն դարձրեք։ Ես պատրաստ եմ համագործակցել բոլոր ուժային կառույցների հետ, թե գործադիր, թե դատական, թե օրենսդիր իշխանությունների հետ եւս պարտավոր եմ ես համագործակցել, եթե հետապնդում ենք հանրության շահը, եթե հետապնդում ենք ուժեղ պետություն ունենալը։ Ես իմ տեղում կամ պատրաստ եմ շարունակել ծառայել իմ պետությանը, բայց դուք պետք է սկսեք օրինական գործողություններ։ Սա պետք է օրենքի դաշտում պատժվի։ Ավելի շատ պետք է պատժվի։ Այս նկարահանող մարդը, կինա, տղամարդա չգիտեմ, բացահայտեք, սրան հրապարակային պետք է սաղ ցույց տաք, որ այն բլոգերն էլ որ ասել է Նիկոլի մազը չեն փոխի ամբողջ արցախցիների հետ, որ նա սսկվի տեղը իմանա հաջորդ անգամ բերանից բար դուրս գցելու հետևանքը ինչ է լինում։ Պետք է նրան էլ սսկցնեք, երիկա նրան պաշտպանեք։ Բազմաթիվ դատեր կա իր վրա անմեղ գառա ձևացել, որովհետև այս մեկին նա է թունավորել, նրա նմաններ են թունավորել։ Միջև նրան չպատժեիք,
Նրան չեք պատժել, սրա համար սրա լեզուն դուրս, միջև նրան չպատժեք ու իրան նմաններին չպատժեք, սրա նմանները լցվելու են մեր մեջ։ Ոչ մեկ թող չփորձի իմ զրույցը մեկ ուղղությամբ տարածի, ասի արցախցիների մեջ վատ մարդիկ կան, Գևորգը իրանց է պաշտպանում։ Ես վատ մարդ, լավ մարդու չեմ պաշտպանում։ Այս արարքը սա աչ փակելու արարք չի։ Սրան պետքա հետևական լինենք։ Չի կարելի Արցախի ժողովուրդն էլ Հայաստանի ժողովրդի մնացած հատվածների նման մարդիկ են։ Հետո ինչ որ քաղաքական առումներով այդ մարդիկ մի քիչ այլ հայացքներ ունեն։ Շատ բաներ կա, ինձ էլ չի դուր գալիս իրանց պահվածքի մեջ, բայց շատերի պահվածքի մեջ նկատի ունեմ։ Բայց ես ոնց ես թույլ տամ իրանց բարոյական կամ մարդկային կամ ինչ որ վիրավորական բառեր ասեմ։ Կարամ վիրավորեմ կոնկրետ sense անձի։ Այդ իրավունքը ունեմ ես։ Եթե ինչ որ անձ իմ անձնապես վիրավորանք հասցրել, ես էլ իրան կարամ վիրավորանք հասցնեմ։ Բայց առաջինը պետքա պատժվի նա, ով որ առաջինն է այդ գործողությունը արել։ Սա առաջինը հրապարակային Արցախի ժողովրդին թուրք ասել, պետքա ստեյս վռնդվեն, դու շան տղա, շան թուլա դով ես որ ինչ որ մեկի ստեյս վռնդես կամ բերես։ Դու միկնել ելնի քեզ վերցնի գցի ուրնան։ Միջև չպատժվի էսի իմ գործողությունները հետևողական կտենակ որ ես հաճախակի եմ անդրադառնալու ուժային կառույցներին, ովքեր որ պատասխանատու են սրա պատժի մեջ, չեն պատժել, չեք պատժել, ձեր գործողությունները հաճախակի կլուսաբանվի իմ կողմից։ Հարգանքներս բոլոր հայրենասեր ուժային կառույցներում աշխատողներին, անհատներին, բայց ընդհանուր համակարգի հանդեպ իմ անվստահությունը շուտվանից է։ Ինչքան ձեր հետ առնչվել եմ, այնքան վստահությունս կորցրել եմ։ Ասելիք շատ կա, բայց չեմ ուզում այսօր էսի թերի մեծ տարածեմ։ Հարգելի հայրենակիցներ, մի սրա տեսանյութը խնդրում եմ մի տարածեք, տեսնում եք բլոկե կոնկրետ edge-ն էլ, եթե տենում եք այդ edge-ը, որ դե կիսված է բուն աղբյուրը տեից է հելել, այդ edge-ը ժալաբակցեք, բողոքարկեք, ոշում, թող գրողից ծոցը գնա։ Այդ հակահայ է, ինչ կուսակցության, ինչ Հայաստան։ Իմիջիալոց եթե Նիկոլական պապիկի խոսքը տարածում է, սա հականիկոլա ուրեմն։ Փաստորեն ստացվում անես, որ հականիկոլական բանել, կուսակցություններն էլ կամ իշխանության ձգտող ուժերն էլ իրանց բլոգերներով, լրագրողներով հանդերձ ատելության խոսք են տարածում։ Ըստ ես մեծ մեղադրանք էլ նաև հնչեցնում եմ հենց հակաիշխանական իշխանության ձգտող այդ ուժերին, որ իրանց բլոգերներով, լրագրողներով այսպիսի դդումի խոսքեր են տարածում, որ չլինի չթված ես թե իշխանությունների որ դեմը պահանջ եմ դնում, ԱԱՑ-ի դեմը պահանջ եմ դնում, հետևողական հետապնդեն այս սրան եւ համարժեք պատիժ տան, չմտածեք որ մնացած կուսակցությունները որ այս տեսանյութ տարածել իրանց մասով կարող է աչփակեմ ասեմ հա դե ոչինչ։ Սե մեղավորությունը երկկողմանի է։ Այսքանը հարգելի հայրենակիցներ մի վիրավորվեք ամեն շանթուլի խոսքից չեմ վիրավորվում։ Ինձանից բան սովորեք։ Ինձ ինչքան շանթուլեքը վիրավորել են, ճիշտ ասած մեծամասնությունը Ստեփանակերտից, Ղարաբաղի տարբեր տեղերից եղել է շանթուլեկը, ինչքանից հայհոյանք են գերել, ինչքան սրա նման մտքեր են արտահայտել իմ հանդեպ, կողել եմ գրողի ծոցը, հիմա չգիտեմ ինչ վիճակում են։ Հիմա կարող է խելքները ուզում ագա, կուզենային Գևորգի խոսքը լսեին, բայց այդ հնարավորությունը հիմնականում չունեն։ Եթե լևի էջերով այլ սայթերով չեն հետևում ինձ։ Այնպես որ մի վիրավորվեք մի հատ անասունի մի հատ ապուշի խոսքից։ Էսի ով է իրանից ինչ է ներկայացնում։ Հիմա որ գրել են Նիկոլական պապի, Նիկոլական ինչ որ կուսակցություն կա, Նիկոլական ինչ որ ուժային կառույց կա, Նիկոլական ինչ որ հիմնարկ կա, ինքը այդ հիմնարկի աշխատողն է, այսինքն այդ ինչ որ հիմնարկ է, էսի էս վերնագրի տակ գտնվում։ Չէ, սա անհատ է, անհատի խոսքը, անհատի վերաբերմունքը, որը պետքա անհատականը մոտիկացում ցույց տա մեր ուժային կառույցները։ Լավ մնացեք, արհամարեք, ջնջեք, գնացեք, հանկարծ սա չսարքեք ինչ որ գրվի թեմա, երկու կողմի ժողովուրդների միջև։ Մանավանդ մենք որ եկել հավաքվել ենք ստեղ, մենք պետքա մերվենք, ես ասել եմ, սերվենք, միասնական լինենք, ուրիշ տարբերակ չկա։ Եթե ստե կիսենք, պարակտենք, մեզ անջատենք, մեզ բաժանենք, այս մարդու խելքին կդառնանք ավտոմատ։ Միասնություն սեր ու Հայաստանը կծաղկի։ Եթե սրա նման վերաբերվենք, կկործանվենք, կգնանք այն ժամանակ ուշ ալնելու փոշմանելը։ Քանի ուշ չի, խելքի հաշեցիք։ Ամեն անասունի խոսքել մի տարածեք, ամեն անասունի խոսքով էլ գրի մի սարքեք ու մի վիրավորվեք։ Այսքանը հաջողություն բոլորիդ։